Սիրելիներս ողջույն, ինչպես եք։ Մենք լավ ենք ու հուսով եմ, որ դուք եք լավ եւ ինչպես միշտ ցանկանում եմ, որ լավ լինեք։ Դե ինչ Սերինեն խոստացնում է, Սերինեն խոստանում է, Սերինեն անում է, ինչպես որ նկատել եք։ Նախորդ վլոգում, որ զրուցում էի մի քիչ բորբոքված, խոստացա, որ լինելու է հաջորդը բաղադրատոմս։ Խոստացել ենք, ուրեմն պետք է խոստումը կատարենք։ Դե ինչ ենք մենք այսօր պատրաստում սիրելիներս։ Իրականում սա մի բաղադրատոմս է, որը ես երբեք չեմ պատրաստել, ճաշակել եմ մեկ անգամ, շատ եմ հավանել, բայց երբեք չեմ պատրաստել։ Հիմա փորձում եմ պատրաստել ինքնուրույն եւ իհարկե ոչ միայն ինքնուրույն, ձեզ հետ միասին պատրաստում ենք։ Համեղ ստացվեց, ամենայն անկեղծությամբ խորհուրդ կտամ պատրաստել։ Համեղ չստացվեց, ամենայն անկեղծությամբ կասեմ, որ համեղ չի ստացվել։ Հոլովակը լինելու է երկու լեզվով, նկարահանելու եմ նաև ռուսերեն լեզվով, քանի որ շատ վաղուց ռուսական ալիքում ոչինչ չեմ տեղադրել, այն որ ասում է ամոթնել է լավ բան, այնպես որ հանգարց մարդ ես, եթե բաժանորդագրված եք ռուսական ալիքին, ապա իմացեք, որ միաժամանակ Սերինեն երկու գործ է անում, երկու լեզվով խոսալու է, հիմա լեզուս փաթան լինելու, ես վստահ եմ։ Դե ինչ, հիմա կասեք ինչ երկար սկսեց խոսալ, մի հատ բան պետք է պատրաստի։ Ուրեմն, պատրաստում ենք տավարի միսով, շատ համով ուտեստ, այսինքն հիմնական բաղադրիչը տավարի միսն է, որը եփվելու է գինու մեջ եւ իհարկե մի փոքրիկ բանջարեղենով, բանջարեղենում ինչ է ասված մի փոքրիկ, լինելու է գազար, սոխ, սխտոր, մի փոքրիկ նեխուր եմ ավելացնելու եւ իհարկե վերջում կարելի է վերևից գեղեցիկ մանր կտրատած համեմ կամ մաղադանոս, այն ինչ որ ցանկանում եք, այն ինչ որ ուզում եք կամ սամիթ, հա, դա արդեն դուք եք որոշում։ Եկեք արագ բաղադրիչները ցույց տամ ու անցնենք առաջ։ Ուրեմն մեզ պետք է գալու տավարի միս, ֆիլե։ Հիմա սա ես պետք է մշակեմ եւ այն ինչ որ ավելորդ է, վերացնելու եմ, հեռացնելու եմ։ Մեզ պետք է գալու մի փոքրիկ ալյուր, որովհետեւ մսի կտորները բավականին մեծ կտրատած, թաթախելու ենք ալյուրի մեջ եւ հետո ժարիտ ենք անելու։ Մեզ պետք է գալու կարմիր գինի, ես հույսով եմ, որ իմ կարմիր գինին քաղցր չի, դառը գինի է։ Եթե դառը չեղավ, ուրեմն պետք է նորից մի հատ գինի բացենք, փորձենք։ Ոնց նայեցի, չհասկացա, քաղցր է թե դառն է, ժողովուրդ։ Նայեց որ եթե քաղցրը եղավ, ուրեմն պետք է մի հատ ուրիշ բերեմ, որտեղ մեզ դառն է պետք գալու։ Օրենքով բաղադրատոմսում ասվում է պինո նուար։ Սև պինոն է մեզի պետք գալու, բայց սև պինո չունենք, ունենք այն ինչ որ ունենք, սիրահա անունը։ Չգիտեմ, տեսնենք ինչ կտա մեզի այս գինին, ֆրանսիական գինի է։ Այսպես, ուրեմն մեզ պետք է գալու զեթունի դեթ, եթե չունեք սովորական զեթն էլ կլինի, ոչ մի խնդիր չկա, մեզ մի քիչ անհրաժեշտ է լինելու կարակ, ինչ կարակ ունեք ձեր ձեռքի տակ, աղ, սև պղպեղը իրականում չեմ հանել, սև պղպեղ, եւ եթե կուզեք մի թեթև կծվություն ունենա, կծու բիբար, ինչու ոչ։ Սոխ, նեխուր, սխտոր, գազար, եթե չեմ ասել, արդեն չեմ հիշում անկեղծ ասած, սրանք իլա մեզ պետք գալու այս բանջարեղենը եւ սա մատուցվում է ընդհանրապես կարտոշկայի պյուրեյով եւ ես կպատրաստեմ կարտոշկայով պյուրեի, ինչու ոչ։ Ուրեմն նախապես անցնում եմ այս մշակման գործին։ Ինչ ուզում ձեզ ասել սիրելիներս, շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ բաժանորդագրվում եք։ Շնորհակալ եմ, եկեք նեղ ձեռնոց հագնեմ, էլի խոսքով ընկա ու չհասկացա, որ առանց ձեռնոցի կպա, քանի որ երկար են, ցանկալի է, որ աշխատենք ձեռնոցով, հա։ Արդեն դուք ինքնուրույն որոշեք, ինչպես եք ուզում, ձեռնոցով, թարած ձեռնոց, ձեր տան, ինչ են ասում, ձեր տան միսն է, ձեր տան ուտեստն է, դուք ինքնուրույն որոշեք, ինչպես եք դուք կամենում պատրաստել ձեր ուտեստը։ Ահա, ինչ էի ասում, ասում էի, որ շատ շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք, որ շատ բարի մեկնաբանություններ եք գրում, իրոք շնորհակալ եմ սիրելիներս, հիմա սա պատրաստում ենք, իդեպ շատ եք հարցնում լիդատոտայի պերաշկի վերաբերյալ ջուրը կես լիտր ջուր էր եւ ինչ եմ ուզում ասեմ, ջուրը տաք ջուր էր, երման ջուր չէ, բայց
տակ ջուր էր, ոնց որ կաթը լավ տաքացրեցինք, այդպես էլ ջուրը։ Ժողովուրդ, այդքան մի մտածեք, որ եթե մի քիչ գոլ լինի, ինձ թվում է այդ ջրի տաքությունը նրա համար է, որպեսզի կաթի եւ ջրի, որպեսզի դրոժը ավելի շուտ ակտիվանա եւ թթվի խմորը, հա, բարձրանա։ Ինձ թվում է դա է գլխավոր նպատակը, տաք ջուր լցնելու, այնպես որ տաք լինի մի քիչ շատ, թե քիչ գոլ լինի, հավատացեք, այդքան շատ մեծ եղանակ ինձ թվում է չի փոխում։ Ամենայն դեպս ես այդպես եմ կարծում։ Ահա ժողովուրդ, հեռացրեցի այն ինչ որ պետք է հեռացնել, մեզ մաքուր միս է պետք։ Իդեպ բաղադրատոմսի մեջ վերջում նա over հայերեն ոնց է։ Over հայերեն չեմ հիշում, իրոք չեմ հիշում։ Բաղադրատոմսով ինքը բանան, վերջում սունկ ավելացնում, ժարի տանում, խոշոր կտրատած եւ սունկ ավելացնում, բայց ես չեմ ավելացնում, քանի որ սունկ ավելի շատ մենակ ես ու մեծ աղջիկս ենք սիրում նանիկը, մեկ էլ էլենչոն, բայց էլենչոն մեր տանը չէ, որովհետև նա գնացել է լիժա քշելու, հա, նանիկս գնացել է իր ստաժիրովկայի մեկ շաբաթով տանը չի լինելու, ինքնըստինքյան այս ուտեստ ուտելու ենք մենակ մնացած տան անդամներով, դա Արմենն, Ալյոնան եւ Սամվելը, Սամվելիկը, Սամոն սունկ չի ուտում, Ալյոնան սունկ չի ուտում, Արմենը կտաս կուտի չի ստա, այսենց ոնց որ, մեջներից սունկ սիրողը ես եմ, հիմնիկվա տան անդամներից ովքեր տան են, դրա համար որ ճիշտն ասեմ որոշեցի սունկ չանեմ, որպեսզի ես բաղադրատոմսը չկիսեմ երկու մասի, որ չանեմ կեսը սունկով, կեսը առանց սունկ, բայց եթե դուք ցանկանաք կարող եք սունկ ավելացնել, լավ, ասածս դա էր, այսքան երկար ու բարակ խոսացի, մենակ որ ասեմ, որ կարող եք սունկ ավելացնել։ Սիրելիներս, տեսեք, զրուցեցի եւ այս միսիկի հարցերը լուծեցի, ինձ թվում է ինչքան հնարավոր է, հեռացրեցի այն ինչ որ պետք չի, իրականում ինձ թվում էր մաքուր ֆիլե է, բայց տեղ-տեղ սենց յուղոտ կտորներ կան, իսկ մեր Սամվելը եւ Ալյոնան շատ բարդ անձնավորություններ են եւ իրանցից եւս էլ ավելի բարդ նանիկն է, մեծ աղջիկս, մենակ Էլենն է, որ նորմալ երեխա է։ Չի ասում, էսի սենց է, էնին էնց է, էսի չեմ սիրում, էնի չեմ սիրում, ես երեխեն, եթե նույնիսկ չի փորձը, կվերցնի կփորձի, չի ասի չեմ փորձի։ Այդպես պետք է լինեն բոլորը։ Շատ հեշտ երեխա է։ Այդ առումով։ Վերջ։ Հիմա ես կտրատում եմ սա խոշոր կտորների, սա իհարկե հեռացնում ենք, բավականին մեծ կտորներ է պետք, այդտեղ երկար ենք նախ եփելու, հեսա ցույց տամ կտորները, այսպես մեծ կտորների ենք անում, նայեք, տեսակ, սա մի քիչ մեծ է երևի, թե մի քիչ ավելի կփոքրացնենք, այսպես լավ թմբլի կտորների ենք վերածում, չենք ափսոսում, այսպես, կարող է մի քիչ մեծ ու փոքր լինի, դա արդեն մսի ձևից է, բայց խոշոր ենք կտրում, ասածս ինչ է։ Երևի որ ավելի ջրալի մնա, հյութեղ լինի, հա, միսը, ստերոյթին դրա համար ասված շատ մեծ կտորներով, թե չի պետք ասել մեծ կտորներով, ես էլ չեմ հասկանում։ Ահա, վերջ, սա հեռացնում եմ, սա մեր կտորներն են, հեսա ցույց եմ տալի, հետո ինչ եմ անում։ Սիրելիներս, ուրեմն հիմա մենք տավարի միսը պետք է լցնենք ալյուրի մեջ եւ լավ 4 կողմերով, սենց լավ թաթախենք ալյուրի մեջ։
Երկնի կապույտ աչքենիդ մունջ Արվեց օքից քոն համբյուրից Արվեց ու մոխրացա Հո աչքերի մտուսան Երվեց գիշերն այս ամտապանց Ու ես դարձա վարով մի ասպախ Ու խոչվեցին նր հայացքվերը Խաժուտ ապույտ եկիքների Բայց ինձ համար օգիտ իմ սեր Սիրելիներս, ես մոռացա ասեմ իրականում Անմիջապես, երբ որ արդեն ամեն ինչ հավաքենք իրար գլուխ, կարելի է այդպես ասել, պետք է ուղարկենք ջեռոց 2 ժամով, որպեսզի նա դանդաղ ջեռոցում պատրաստվի վերջնական իր այդ համող փխրվող միսը դառնա։ Ես պատրաստել եմ արդեն մի փոքրիկ կաստրուլիչկան, կացան, որի մեջ դնելու եմ ջեռոց։ Սիրելիներս, հիմա արդեն անցնում ենք հաջորդ էտապին, պետք է այս միսիկները լավ կարմրացնենք բոլոր կողմերից, ձեթի և կարագի մեջ, ամբողջական միսը խորուրդ չի տրվում լցնել ժարի տանել, եթե ձեր թավան մի քիչ փոքրիկ է, ավելի լավ է 2 կեսով անել, որպեսզի միսը լավ գեղեցիկ բոլոր կողմերով ժարիտ լինի։ Հիմա անցնում ենք այս կողմ։ Սիրելիներս, ես պատրաստել եմ արդեն իմ թավան, իմ կրակի վրա և ավելացնում եմ ձեթ և կարագ։ Ժողովուրդ ջան, ուրեմն կարագը և ձեթը, արդեն սկսեց գլուխս տորմուս տալ, որտև այն լեզվից թռնում ես լեզու։ Կարագը և ձեթը պետք է բավականին լավ տաք լինի, այսինքն պետք է տժժան միսը յուղի ու ձեթի մեջ, որպեսզի չխաշվի, այսինքն խրթխրթան, կողքերը խրթխրթան դառնան, այդպես ասեմ։ Այստեղ նախապես պատրաստեմ մաման, որի մեջ արդեն ժարի տարածը կդնեմ այստեղ, որտեղ 2 մասով եմ ժարի տանելու, քանի որ ասեցի, որ թե չէ շատ կլինի միսը չի հասցնի կարմրի։ Նայեք, բավականին շատ է ձեթը, կարագն ու ձեթը, որպեսզի լավ ամբողջական բոլոր կողմերով լավ եկվի, բայց ինչպես ասեցի, պետք է լավ տաք լինի մեր կարագը և ձեթը։ Գնացինք։ Era amaro si ogurize Durin suize durise To mari khavaras To chiro velada Yomini hui se baba Կուզեի այս գիշեր ու թափառել այս ցանցերին ինել գերին գիշերների Սիրելիներս, միսը պատրաստ է, նայեք ինչ լավ, կարմիր խրթխրթան է արդեն, իհարկե պատրաստ չի լրիվ ամբողջովին եփված չի, բայց նախնական մեր միսիկը պատրաստ է։ Ժողովուրդ, մինչև միսը ժարիտ էր լինում, ես արագ մաքրեցի 2 հատ մեծ գլուխ սոխ, 3 հատ բավականին մեծ սենց ատամիկներ սխտոր, 4 հատ բավականին մեծ գազար, այս չափի, կեսներ վրես, և իհարկե նեխուր, մի փոքրիկ շատ չեմ արել նեխուրը, սա հիմա կտրատել ենք և ես մոռացա ասեմ, որ մեզ տոմատի մածուկ է պետք գալու, այնպես որ լավա հիշեցի, ժողովուրդ կյանքում առաջի անգամ գինի եմ բացում, կյանքում բացած չկամ գինի, հանգար եթե չկարողացա, ուզենք Արմենին ենք սպասելու։ Դանգնել թապսոտ ու լուր սպասել Գուցե մի օր ինձ կդտնել Ու խաչվեցին մեր հայացքները Խաժու կապույտ եկիքների Ինձ համար օգիտ իմ սեր
Ժողովուրդ դառնա։ Մեր ռուս ժողովրդի համար սենց խփեցի ու խմեցի, որ տենան ես էլ եմ իրանց նման։ Համով գինի է դեպ։ Չգիտեմ ով ա բերել, ով բերել է, մերսի շատ։ Խոմել կարող եմ էլ առածն չեմ անում։ Մի խոսքով գինին պատրաստ է։ Նախնական դնում ենք հրակի վրա, այսինքն պլիտայի վրա և էլի բավականին մեծ քանակի կարող եք մի քիչ էլ էլի ձեթ հանել, ես ձեթ չեմ անել։ Ժողովուրդ, հիմա ես գազարը սրանով եմ կտրատելու, դուք ոնց կուզեք, գազարը կարակ դնեք մսի հետ սեղանին, այսինքն իրա բուլիոնով սոուսով, կարակ առանց դրա նոժիկը, կարելի է սովորական դանակով, տարբերություն չկա։ Սոխը մեծ կտորների են կտրատում, սոխը վերջում կամ կարող եք հեռացնել, նայեք դուք գիտեք, կամ կարող եք պահել, ոնց կուզեք։ Ես կփորձեմ առանց սոխ դնել սեղանին, որտեղ ես սոխի հետ լավ հարաբերությունների մեջ չեմ մի խոսքով ժողովուրդ։ Խաշած սոխ չեմ սիրում։ Հում սոխ սիրում եմ, այսենց հում կուտեմ։ Սխտորն էլ սենց մեծ կտորների ենք վերածում, բավականին մեծ, հետո ավելավա սխտորը հեռացնեք, պետք չի որ մեջը մնա, կարակը հալվեց, Դիտիմ սեր Բերանալ սիրով ույց է Դուրին դուրս է դուրիս է Թող թոմարի խավարած Թող կոչի անմիադած Թոմինի հույս է վաբա Լազելի ու կնքուշ աղջի կերանուշ Պևարավ ու թրավ արդեն գուշ է ուշ Լազելի ու կնքուշ աղջի կերանուշ Պևարավ ու թրավ արդեն ուշ է ուշ Անցել է շատ երկար ժամանակ Նրան եմ երազում շարունակ Որտեղ ես իմ սիրուն իմ միակ Տեսել եմ, էլ չեմ մորանա Ուզում եմ հանդիպեմ, էլ չեմ դիմանա Էլ չեմ դիմանա Տեսել եմ, էլ չեմ մորանա Ուզում եմ հանդիպեմ, էլ չեմ դիմանա Փողոցում դռն է դուր, ման եմ գալիս իզուր Են սիրուն աղջիկը, արդյոք ուր է ուր Ժողովուրդ, այս սրա վրա հիմա ավելացնում ենք գինին, 5 րոպե թողում ենք մի հատ եռա գոլոշյանա, այն ինչ որ պետք է գոլոշյանա ու հետո միսն ենք ավելացնում, նեխուրը ու ուղարկում ենք դուխովկա Են սիրուն աղջիկը, արդյոք ուր է ուր Սարտիս դեղն ու ճարը, դու ես մենակ Առանց քեզ կմնամ, մենակ Որտեղ ես իմ սիրուն իմ միակ Տեսել եմ,
էլ չեմ մորանա Ուզում եմ հանդիպեմ, էլ չեմ դիմանա Ախ էլ չեմ դիմանա Տեսել եմ, էլ չեմ մորանա Ուզում եմ հանդիպեմ, էլ չեմ դիմանա Էլ չեմ դիմանա Նայեք ժողովուրդ, այսպես լավ խտացել է արդեն գինին Հիմա այստեղ ավելացնելու ենք միսը Սրտիս տեղն ու չարը դու վես մենակ Առանց քեզ կմնամ մենակ Որտեղ ես իմ սիրուն իմ միակ Տեսել եմ, էլ չեմ մորանա Ժողովուրդ միսը լավ ծածկում ենք բուլյոնով Թող ավել լավա բանջարեղենը եղնի ջրի երես, հա, դեպպես ասեմ Բայց միսը լավ փակված լինի Դնում ենք դուխովկա 2 ժամով 150 աստիճան Եթե հանգարց ձեր կացան իմ կացայի նման բավականին սենց հաստ չի Ուրեմն փորձեք այնպես անել, որ երևի թե 100 աստիճան Եթե չէ 150 ընտիրը Ժողովուրդ պատրաստ է Մի հատ էլ ես հրաշքություն ունեք, նենց է եփել, հալվում է Հիմա որ գթալով էսպես սխմեմ, ինքը նայեք Ուղղակի սենց աննշան կպնում եմ, արդեն քանդվում է իրարից Սոուսը արտակարգ է, մի հատ էլ էստեղ նայեք Լավ յուղոտ է եղել, երևի թե կարակ շատ եմ դրել Գազարը լավ պահպանվել է Բան չունեմ ասելու, հեսա պյուրեն էլ պատրաստ է Հեսա իրար հետ համտեսում ենք Ահա սիրելիներս Նայեք կարտոշկան էսպես սենց դրել եմ ափսեի մեջ ու արանքը մի քիչ փոս եմ արել Դե դուք հասկանում եք արդեն ինչի համար է չէ այդ փոսիկը ու մեջտեղում լցնում ենք միսը, սոուսը եւ իհարկե մի երկու հատ գազար կարելի է ինչի ոչ Ժողովուրդ ինչ կարծիքի եք, ինձ թվում է, որ համեղ ալինենք, հիմա փորձելու ենք, քիչ շատ եմ, բայց յուղոտ արի, ինչ ճիշտ է, համաձայն եմ ձեզ հետ, եկեք կամերան մոտիկացնեմ և սենց հավեսով ցույց տամ, թե միսը ինչ հավեսին փափուկ է եղել, ստուգում ենք, նայեք, Ժողովուրդ պատկերացրեք ինչ փոփուկ համով միսը։ Եթե ուզում եմ այս սոուսը կարտոֆիլով փորձեմ։ Սենց թթվայնություն ունի, ու կծվություն դեռ կարմիր կծու բիբար եմ արել։ Մի հատ գազարը փորձենք։ Հետո նոր անցնենք միսիկին։ Որ համով է։ Այն բանը, որ այդքան էփել է, բայց գազարը խրթխրթան է դաժե մնացել, խրթխրթան չէ, բայց լղկված չի, միսը որ որպես արտակարգ է, արտակարգ։ Արժի պատրաստել, հավատացեք, նույնիսկ բրինձով կարելի է մատուցել, շատ համով կլինի։ Դե ինձ սիրելիներս, շնորհակալ եմ դիտելու համար, հուսով եմ, որ բաղադրատոմսից անպայման կօգտվեք, վստահ եմ, որ չեք փոշմանի, անկեղծ եմ ասում, շատ համով է միսը ստացվում։ Դե պյուրեն անել, թե ոչ դուք որոշեք, կարակներ ես մի քիչ շատ եմ աչքիս արել։ Հաջորդ անգամ որ պատրաստեմ, հաստատ մի քիչ կանեմ, որովհետև շատ յուղոտ է եղել։ Շատ
հատկապես ինձ հիմա այս պահին յուղը հեչ պետք չէր։ Շնորհակալություն դիտելու համար, ինչպես միշտ ուղարկում եմ ձեզ պաչիկ։